Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա ուժեղ Հայաստան խմբակցության ամենաքաղաքականացված եւ սուր падգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Իշխանական որոշ շրջանակներ ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ղազարյանի հարցը լուծված է համարում ոչ թե քաղաքական, այլ դատական ճանապարհով։ Բանն այն է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ արդեն իսկ կայացված մեղադրական վերդիկտ։ Օգոստոսի 6-ին հրապարակված տեղեկությունների համաձայն դատարանը Ղազարյանին մեղավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ հրապարակումների գործով։ Սակայն այս փուլում խոսքը դեռ վերջնական դատավճռի մասին չէ։ Դատարանը պետք է շարունակի դատական գործընթացը եւ որոշի պատժաչափը, իսկ կայացված վերդիկտը ենթակա է բողոքարկման։ Հենց այս հանգամանքն էլ քաղաքական շրջանակներում հարցեր է առաջացնում։ Եթե հետագայում կայացվի եւ օրինական ուժի մեջ մտնի այնպիսի դատական ակտ, որը հանգեցնի падգամավորական մանդատի դադարեցման իրավական հիմքի առաջացմանը, ապա Ղազարյանը կարող է կանգնել խորհրդարանից հեռանալու փաստի առաջ։ Եվ այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Նոր ձևավորված խորհրդարանում Էդգար Ղազարյանը բավական ակտիվ է, կոշտ քննադատություններ է հնչեցնում իշխանության հասցեին եւ պարբերաբար հայտնվում է քաղաքական իշխանության համար ոչ այնքան հարմար իրավիճակների կենտրոնում։ Ուստի իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, նրա հետ կապված դատական գործընթացին հետևում են առանձնահատուկ ուշադրությամբ։ Սակայն այստեղ ամենակարևոր հարցը հենց սա է. արդյոք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ, թե իշխանության համար անհարմար քաղաքական գործի հարցը փորձում է լուծվել դատարանի միջոցով։ Այս հարցի պատասխանն առավել կարևոր է դառնում այն ֆոնին, որ Ղազարյանն ինքը, ըստ հրապարակային հայտարարությունների, չի պատրաստվում հրաժարվել մանդատից։ Օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ մանդատը վայր դնելու հարցը խմբակցությունում չի քննարկվել եւ ինքը շարունակելու է իր գործունեությունը։ Այսինքն падգամավորի հեռացման քաղաքական ճանապարհ այս պահին չի ուրվագծվում։ Փոխարենը նրա ճակատագիրը կարող է կախված լինել դատական գործընթացի վերջնական արդյունքից։ Հատկանշական է նաև, որ Ղազարյանի նկատմամբ հարուցված գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նրա հրապարակումներին։ Հրապարակված տվյալներով մեղադրանքը վերաբերվում է քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 2-րդ մասին։